Սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար։ Ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսական կտրվածքով եւ քիչ անց ես կներկայացնեմ հոկտեմբեր ամսվա կանխատեսումները, լարված եւ ռազմատենչ հոկտեմբեր ամսին, թե ինչ է մեզ սպասվում 7 կարևոր աստղաբանական իրադարձություն։ Սիրելի բարեկամներ, ինչպես եւ ես կանխատեսել էի, սեպտեմբերի վերջը եղավ ըստ էության ռազմաքաղաքական ծայրաստիճան լարվածության եւ նաեւ այս թրքահպատակ սատանայադավան իշխանությունների կողմից անձազերծված բռնությունների մեծագույն ալիքի շրջան։ Նրանք բարեբախտաբար նրանց սատանայական ճիրանները չկարողացան հասնել կաթողիկոսին։ Ես կանխատեսել էի սեպտեմբերի վերջի համար նաև բռնություններ եւ կաթողիկոսի դեմ հալածանքներ, բայց բարեբախտաբար դա տեղի չունեցավ։ Դրա փոխարեն այս թրքահպատակները սկսեցին հարձակվել բոլոր ազգային ուժերի վրա, ազգանվեր ուժերի վրա, բոլոր այն ուժերի վրա, ովքեր նպաստավոր կառուցողական գործունեություն են ծավալում Հայաստանում, որի ամենավառ դրսևորումը եղավ ուրեմն Փարաքար խոշորացված համայնքի թաղապետ Վոլոդյա Գրիգորյանի դաժան եւ սարսափազդու սպանությունը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշեր։ Իմիջիալոց ես սեպտեմբերի 24-ի համար հենց կանխատեսել էի սարսափելի մարդասպանություններ, ոճրագործություններ եւ այդ ցեղասպանության այսպես ամենավառ դրսևորումները այդ ամենը իհարկե տեղի ունեցավ Գազայում, բայց նաեւ Հայաստանի ներսում նույնպես ցեղասպանություն է, սիրելի բարեկամներ, եթե հիշենք 1915 թվականը, ապա կհասկանաք, որ այժմյան թրքահպատակ իշխանությունները այդ նույն քաղաքականությունն են որդեգրել, ինչ որ այն ժամանակ ըստ էության դեռևս Օսմանյան կայսրության այդ ուրեմն հայատյաց ցեղասպան քաղաքականությունը, դա լրիվ նույնն է, եթե հիշեք, այսինքն ես պարզապես հիշեցնեմ, որ ինչու ենք մենք իբրև ցեղասպանության այսպես տարելից նշում ապրիլի 24-ը, որովհետև հենց ապրիլի 24-ին Ստամբուլում տեղի ունեցան այդ բոլոր ձերբակալությունները, բոլոր երևելի հայերին ձերբակալեցին եւ գլխատեցին, որից հետո արդեն սկսվեց ցեղասպանություն, բուն ցեղասպանություն, զանգվածային տեղահանություն եւ ցեղասպանություն արդեն ամբողջ արևմտյան Հայաստանով մեկ։ Նույնը այստեղ է, նույն սցենարով է գնում, այսինքն գլխատվում են բոլոր ազգասեր ուժերը, ազգանպաստ ուժերը, դրանք գլխատվում են, երիտասարդ ընդդիմադիր թաղապետը դաժանաբար սպանվեց, ինչ պետք է մենք մտածենք, մենակ մի բան, սա այս թրքահպատակ իշխանությունների հայատյաց ցեղասպան քաղաքականության մի դրվագ է, այսինքն այսպես գլխատելով բոլոր ազգանվեր, ազգանպաստ ուժերին, սրանց այսպես ասած միակ նպատակն է ի վերջո հասնել այս մի փոքր մնացած պատառիկի, այսինքն մեր հայրենիքի, հայկական լեռնաշխարհի արևելյան Հայաստանի այս հատվածի պարզապես հայաթափման, այսինքն նպատակը սա։ Ես իհարկե խոստացել եմ ավելի մանրամասն վիդեո ներկայացնել Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված, վերլուծել նրա աստղային քարտեզը եւ այդտեղ ես ցույց կտամ, որ դա քաղաքական պատվեր է, դա ամենևին էլ վենդետա չէ եւ ամենևին էլ կենցաղային ինչ որ վրիժառության դրդված սպանություն չէ։
Բայց մեկ ուրախալի լուր նաև սիրելի բարեկամներ, քանի որ մինչև հոկտեմբերի 6-ը կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին շարունակաբար գտնվելու է կշեռ կենդանակերպում, որը Վեներայի ղեկավարության տակ է, իսկ Վեներան գտնվում է կույս նշանում, որը ինչպես գիտեք Մերկուրիի ղեկավարության տակ գտնվող աստղատուն է, այսինքն ռեցեպցիա է տեղի ունենում, հա, եւ այդ իսկ պատճառով եւ Վեներայի եւ Մերկուրիի թալիսմանները բավականին հզոր են, բայց հատկապես Մերկուրիի թալիսմանները շատ հզոր են լինելու եւ Մերկուրիի քարտ թալիսմանների համար, սիրելի բարեկամներ, ես հայտարարում եմ մինչեւ հոկտեմբերի վերջը 50% զեղչ, ահա այս գեղեցիկ քարտը փողաբեր հաջողություն է տալիս գործերում, բիզնեսում, ուսման մեջ, ճամփորդությունների մեջ եւ այլն։ Ես ունեմ նաեւ բազմաթիվ այլ քարտեր, որոնք համակցված են, դրանց ես ցույց եմ տվել, այսինքն Մերկուրի եւ Սատուրնի ազդեցությունը, Մերկուրի Վեներայի, ահա համակցված ազդեցությամբ քարտալիսման, դրանք բոլորը 50% զեղչվելու են մինչև հոկտեմբերի 6-ը, սիրելիներս, նաև այս հիասքանչ Վեներայի քարտ թալիսմանը, սիրելի բարեկամներ, նույնպես կարող եք ձեռք բերել, քանի որ հոկտեմբերի ընթացքում Վեներան գտնվելու է իր իշխանության տակ գտնվող կշեռ կենդանակերպում, նույնպես շատ բարենպաստ, այսինքն եթե ցանկանում եք սիրո մեջ հաջողություն անձնական կյանքում, որպեսզի չլինեն անախորժություններ ընտանեկան կյանքում, եթե չունեք երկրորդ կես, որպեսզի գտնեք այդ երկրորդ կեսը եւ հաջող ամուսնանաք, ձեռք բերեք այս Վեներա մորակի հիասքանչ քարտ թալիսմանը, ու կլինեն նաև այլ թալիսմաններ, աստիճանաբար առայժմ սա է քանակը մշտապես, ինչպես գիտեք, խիստ սահմանափակ է, այնպես որ շտապեք ձեռք բերել։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, ինչ է սպասվում հոկտեմբերին, հոկտեմբերը ծայրաստիճան, լարված եւ ռազմատենչ ամիս է լինելու, մենք տեսանք, թե ինչպիսի ելույթներ եւ հռչակումներ, չգիտեմ, եւ այսպես նաեւ ուլտիմատումներ հնչեցին ՄԱԿ-ի հերթական վեհաժողովում այս աշխարհի հզորների կողմից, եւ այս ամենը մենակ մի բան է հուշում, որ հոկտեմբերին տեղի են ունենալու նոր ռազմական գործողություններ եւ ռազմաքաղաքական վիճակը առհասարակ ամբողջ աշխարհում ծայրաստիճան լարվելու է, հատկապես առաջին 20-օրյակում հոկտեմբերի այդ բոլոր զարգացումները շատ արագ եւ այսպես սպառնալից բնույթի զարգացումներ են ունենալու, մենք նաև տեսանք, որ արդեն Եվրոպայում շատ այսպես ազատորեն սավառնում են օդանավականների շրջակայքում ռուսական եւ ուկրաինական այդ անօդաչու թռչող սարքերը խափանելով ուրեմն օդանավականների գործունեությունը եւ սա իհարկե ստեղծում է տարածքան լարված իրավիճակ ՆԱՏՕ եւ Ռուսաստանի միջև, այսինքն այդ բախումը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջև հասնելու է հոկտեմբերին իր գագաթնակետին։ Նու առհասարակ ես դեռևս անցած տարի այդ կանխատեսում արել էի, որ 2025 թվականի հատկապես տարվա երկրորդ կեսը առավել լարված է լինելու եւ ռազմական գործողություններ, նաեւ լայնածավալ պատերազմը շատ հավանական է, ինչու, որովհետեւ նաեւ 2025 թվականը մարս մոլորակի ազդեցության տակ է, որովհետեւ բոլոր թվերի գումար 2025 թվականի կազմում է 9, որը մարսի թիվն է։ Եվ կարծես թե ցավալիորեն այս ամենը իրագործվում է, դե Գազայում իրավիճակ արդեն ծայրաստիճան հասել է իր վերջնակետին, այսինքն արդեն օրը ցերեկով պարզապես մարդկանց գնդակահարում են, ոչնչացնում են, սոված մարդկանց այդ, որոնք հերթի են կանգնել, որպեսզի ստանան, չգիտեմ, մի փոքր
ուտելիք կամ ալյուր, մի փոքր մի պարկ ալյուր, մի քիչ ուտելիք, նրանց պարզապես օրը ցերեկով գնդակահարում են եւ արդեն իհարկե այդ ազգաբնակչությունը պարզապես վերջանում է, սպառվում է Գազայում եւ Տրամպը նույնպես հայտարարեց, որ արդեն շուտով ավարտվելու է այդ օպերացիան, կարծում եմ մինչեւ հոկտեմբերի սկիզբը Իսրայելը կավարտի Գազայի ազգաբնակչության կոտորածը, ցեղասպանություն, եղեռն դե դա մենք գիտենք եւ կանցնի արդեն հաջորդ этаպին, որը շատ ավելի վտանգավոր է մեզ համար, դա Պարսկաստանի դեմ երկրորդ հարձակումն է, լայնածավալ երկրորդ հարձակումն է, որը շատ հավանական է տեսնում հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Նաև ԱՄՆ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների Հարավային Ամերիկայում եւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ, արդեն պարզ է, դա։ Եվ ահա ինչ է մեզ սպասվում հոկտեմբերին։ Այժմ հերթականությամբ ներկայացնեմ սիրելի բարեկամներ։ Նախ առաջին կարևորագույն աստղաբանական իրադարձությունը, որը տեղի կունենա հոկտեմբերին, հոկտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 20:40 րոպեին ԿՊԵ հեռուստատեսության մորակ Մերկուրին մոտ կգործի կարիճ աստղակերպ, որտեղ նա կմնա մինչև հոկտեմբերի 29-ը։ Եվ ինչ է նշանակում այս Մերկուրին կարիճն ու առհասարակ մոլորակների կուտակումը կարիճում, կարիճը գիտեք, որ այն աստղակերպն է, որը գտնվում է Մարս մոլորակի, ռազմատենչ Մարս մոլորակի, փոքր դժբախտություն Մարս մոլորակի վերահսկողության, իշխանության եւ տիրապետության տակ։ Եվ ահա մորակների կուտակումը կարիճ կենդանակերպում այդ ռազմական գործողությունները այսպես սաստկացում է նշանակում միանշանակ, ինչու, որովհետև դա կարծես թե կրակի վրա յուղ լցնել է, ավելի այսպես թեժանալու են բոլոր այն կոնֆլիկտները, բոլոր այն հակասությունները, որոնք առկա են այս պայդրությամբ եւ նաեւ ձևավորվելու են նորերը։ Պայքարը աշխարհը բաժանելու համար հոկտեմբեր ամսվա ընթացքում, ինչպես տեսնում եք, հասնելու է իր գագաթնակետին։ Եվ իհարկե ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, ոչ Չինաստանը չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը։ Եվ այդ պատճառով այդ բախումները իհարկե սաստկանալու են եւ Մերկուրիի մուտքը կարիճ կենդանակերպ դրա այսպես ասած դրսևորումն է լինելու։ Ինչ է նշանակում Մերկուրին կարիճը, ընդհանրապես դա շատ կասկածամիտ նշան է, նա մոգության նշան է, գաղտնի գործողությունների նշան է, գաղտնի ինչ որ զարգացումների նշան է կարիճը, այսպես գաղտնի որոշումները իրագործվեն, բայց իհարկե մենք չենք իմանա դրանք ինչ որոշումներ են, երբ են կայացվել, բայց նրանք հանկարծակի կյանքի են կոչվելու։ Նու եւ ընդհանրապես կարիճի գաղտնապահը նշանակում է գաղտնիքներ, սիրում է ինչ որ գաղտնի քայլեր կատարել, այսպես տակից, որ ոչ ոք չիմանա եւ ահա հանկարծակի այդպիսի քայլ է կատարում եւ այդ ամենը մենք վառ դրա դրսևորումներ կտեսնենք հոկտեմբերի 6-ից հետո մինչև հոկտեմբերի 29-ը։ Իսկ ինչ է նշանակում իհարկե Մերկուրին կարիճում բոլոր կենդանակերպերի համար։ Դե խոյերի համար Մերկուրին կարիճ նշանում, դա նշանակելու է գաղտնիքների, այսպես ասած, մի ամբողջ մի փունջ, գաղտնի զարգացումներ, հնարավոր է նաև խոյերը ցանկանան ինչ որ բիզնես գործունեություն ծավալել կամ բիզնես վարկ վերցնել կամ հիպոթեք վերցնել, որովհետև Մերկուրին հայտնվում է նրանց 8-րդ աստղատանը մոտ գործելով կարիճ։ Եվ այդ ամենը իհարկե շատ լավ է, բայց պետք է զգուշանալ մեծ պարտքեր չանել։ Այս ընթացքում դա բավականին լարված է խոյերի համար, հոկտեմբեր ամիսը, հիշենք, որ նաև արեգակն է գտնվում խոյերի արեգակի դիմաց, այսինքն կշեռ կենդանակերպում, իսկ այնուհետև նաև արեգակը մուտք կգործի կարիճ հոկտեմբերի ընթացքում, որը նույնպես խոյերի համար անբարենպաստ է, 8-րդ տունն է, զանազան գաղտնիքներ, զանազան ինչ որ սադրանքներ, սեքսուալ բնույթի սադրանքներ, 8-րդ տունն է, սեքսուալ
սեքսուալ սադրանքների տունն է, 8-րդ տունը վերահսկիչ մարմինների տունն է, այսինքն պետք է զգուշանալ նաև վերահսկիչ այդ մարմինների, այսպես ասած, այցելություններից անսպասելի։ Եվ իհարկե 8-րդ տունը դա նաև հիվանդությունների տուն է, անսպասելի հիվանդություն, պետք է զգուշանալ, սիրելի խոհեր, զգուշ եղեք հոկտեմբերի 6-ից հետո։ Սիրելի ծուլիկներ, Մերկուրին մտնելով Կարիճ հայտնվում է ձեր 7-րդ աստղատանը, իսկ 7-րդ աստղատունը դա այն միջավայրն է, որը մեզ շրջապատում է, այսինքն կխորանա այդ հակասությունը ձեր եւ ձեր միջավայրի միջև, ձեր գործընկերների, ձեր զուգընկերների միջև, հնարավոր են բախումներ, հնարավոր են կոնֆլիկտներ, զգուշ եղեք, բացահայտ թշնամիները հարձակման կարող անցնել, սիրելի ծուլիկներ։ Երկորյակներ, սիրելի երկորյակներ, ձեզ մոտ Մերկուրին հայտնվում է 6-րդ տանը մոտ գործելով Կարիճ կենդանակերպ եւ դա ինչ է նշանակում 6-րդ աստղատունը կապված առողջության, պատասխանատվության, աշխատանքի, առօրյայի հետ։ Այսինքն աշխատանքային ոլորտում որոշակի գաղտնիքներ, անորոշություն, դա կարող է նաև հիվանդությունների հետ կապված ինչ որ սրացումներ առաջացնել, դե Նիկոլի մոտ հաստատ այդ սրացումները կլինեն հոկտեմբեր ամսվա ընթացքում կապված հենց նրա հետ, որ մորակները կուտակում են Կարիճ կենդանակերպում, ունեն 6-րդ տունը նրա հիվանդությունը, բնականաբար նա այդ հիվանդությունը ունի, ես չեմ ասում, որ նա հոգեկան խախտված է, բայց նա ունի հակվածություն եւ դա խորանալու է իհարկե։ Առօրյայի մեջ որոշակի խնդիրներ պետք է լուծեք եւ աշխատանքային ոլորտում արդեն ասացի, սիրելի խեցգետիներ, ձեզ մոտ Մերկուրին մոտ գործելով Կարիճ հայտնվում է 5-րդ աստղատանը, որը սիրո, ստեղծագործության, երեխաների, բիզնեսի տուն է, այնպես որ ձեզ համար խիստ բարենպաստ է, նոր ծանոթություններ են հնարավոր, շփումներ, երեխաների համար բարենպաստ, հատկապես ուսման ոլորտում, սիրելի խեցգետիններ, սիրելի արյուծիկներ, ձեզ մոտ Մերկուրին մուտ գործելով Կարիճ կենդանակերպ հայտնվում է 4-րդ աստղատանը, իսկ 4-րդ աստղատունը խորհրդանշում է տունը, հայրենիքը, ընտանիքը, ու առհասարակ մեր անշարժ գույքը։ Ու այստեղ Մերկուրին ինչ որ լուրեր, փաստաթղթեր բարենպաստ է ձևակերպել, արկովաճառքի հետ կապված խնդիրներ ունեք, ապա շատ հավանական է, որ հոկտեմբերի ընթացքում դա տեղի կունենա։ Ծնողների հետ կապված ինչ որ տեղեկատվություն, նոր լուրեր, նոր բացահայտումներ, արդյոք դուք ցանկանում եք ապրել այն տանը, որտեղ ապրում եք, թե ոչ։ Եվ այսպիսի հարցեր առաջացնելու ձեր առջև Մերկուրին, սիրելի առյուծիկներ, սիրելի կույսակներ, ձեզ մոտ Մերկուրին մոտ գիտեք, Մերկուրին ձեր հովանավոր մոլորակն է, այնպես որ եւ երկվորյակների մոտ եւ կույսերի մոտ շատ զգայուն են Մերկուրի դիրքերի փոփոխությունը, որտեղ Մերկուրին է ղեկավարում այդ նշաններին։ Կույսերի համար 3-րդ տանն է հայտնվում Մերկուրին եւ դա ինչ է խորհրդանշում, դա խորհրդանշում է կապեր, նոր կոնտակտներ, նոր պայմանավորվածություններ, շարժական գույքի հետ է կապված 3-րդ տուն, հնարավոր է դուք ինչ որ որոշեք, ինչ որ նոր գույք ձեռք բերեք կամ պայմանավորվածություններ, ուսման հետ է կապված, քույրերի եղբայրներից լուրեր, այլն։ Սիրելի կշերքներ, ձեզ մոտ Մերկուրին մոտ գործելով Կարիճ հայտնվում է 2-րդ աստղատանը, իսկ 2-րդ աստղատունը խորհրդանշում է նյութական, այսինքն այն ունեցվածքը, նյութականը, ինչ որ մենք ունենք։ Դե սա բարենպաստ է թե ֆինանսական առումով, թե գործնական առումով կշերքների համար։ Ինչ վերաբերում է Կարիճներին, դե Կարիճների մեջ, Կարիճ աստղակերպում աստիճանաբար այդ բոլոր մոլորակները կուտակվում են, արդեն սեպտեմբերի 22-ից մարտը մուտք է գործել Կարիճ, Սև լուսինը մինչև դեկտեմբերի 12-ն է գտնվելու Կարիճում, թե 20-ն է գտնվել, կարծեմ դեկտեմբերի 20-ն է գտնվելու Կարիճում, եւ ահա Մերկուրին նույնպես միանում է եւ փունջ է ձևավորվում, իհարկե ես վիդեոյի ընթացքում նաեւ կներկայացնեմ ինչ է նշանակում Մերկուրի, Սև լուսին եւ Մարս այդ միությունը, ինչպես դա կարող է դրսևորվել։ Մերկուրին առաջի տանը խորհրդանշում է նոր կոնտակտներ, նոր շփումներ, նոր պայմանավորվածություններ, նոր բիզնես, նոր ուսում, մի խոսքով Կարիճները ապրելու են իրենց կյանքում նոր վերելք, նոր հետաքրքրություններ, նոր կապեր,
նոր ընկերական միջավայր։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար Մերկուրին մոտ գործ, ընդհանրապես երբ որ մոլորակները կուտակում են կարիճում, դա բարենպաստ չէ, որովհետև կարիճը ձեր 12-րդ աստղատունն է, որը գաղտնի թշնամիների, ընդհանրապես թշնամության, գաղտնիքների, ինչ որ գաղտնի հիվանդությունների, այսինքն մեկուսացման, այսինքն այն ամենը, ինչ որ մենք չենք ցանկանում, որ դա դրսևորվի, այ դրա տունն է, դրա հետ է կապված։ Եվ այստեղ Մերկուրին հայտնում է 12-րդ տանը, գաղտնիքներ անցյալից հնարավոր է հայտ գան, արտասահմանից ինչ որ տագնապալից լուրեր կարող է գան, դե իհարկե պետք է զգուշանալ նաև հանկարծակի գաղտնի հիվանդություններից, որի ընթացք այդ հիվանդության կարող է շատ աննշան լինել, բայց հետագայում դա ի հայտ է գալու եւ պետք է մի խոսքով ամենալավագույն կանխարգելումը դա հանգստությունն է, մի նեղվեք, սրտին մոտ ոչինչ մի ընդունեք, սիրելի աղեղնավորներ։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ մոտ Մերկուրին հայտնում է 11-րդ տանը մոտ գործելով կաջ, որը շատ բարենպաստ է, նոր ընկերական միջավայր, նոր շփումներ, բարենպաստ է ուսման համար, հատկապես ձեր, եթե արդեն դուք մեծ եք, ձեր չափահաս երեխաների ուսման համար է լավ, շատ նոր այսպես հորիզոններ են ձեր առջև բացվելու եւ որը իրականացնելու է ձեր ամենանվիրական երազանքները։ Սիրելի ջրհոսներ, Մերկուրին մոտ գործելով կարիճ հայտնում է ձեր 10-րդ աստղատանը, որը կապված է կարիերայի, գործունեության հետ, հասարակական կարգավիճակի հետ, նոր պաշտոն հնարավոր է ձեզ առաջարկեն, ինչ որ նոր աշխատանք հնարավոր է առաջարկեն, ինչ որ առաջարկություն, հիմնականում գործնական, որտեղ Մերկուրին այնուամենայնիվ կապված է գործնական ոլորտի հետ, գործնական բնույթի, որը դուք շատ ուրախանաք դրանից։ Եվ ձկնիկների համար Մերկուրին մոտ գործելով կարիճ հայտնում է 9-րդ տանը, որը խոստանում է հաջողություն արտասահմանում, ճամփորդություններում եւ ուսման մեջ։ Սիրելի բարեկամներ, արդեն հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով 7:47 տեղի կունենա հոկտեմբերյան լիալուսինը եւ այդ լիալուսինը տեղի կունենա Խոյ կենդանակերպի 14-րդ աստիճանում եւ հատկապես իհարկե կազդի այս լիալուսինը Խոյ կենդանակերպի վրա, որովհետև հենց այդ կենդանակերպում նա տեղի է ունենում։ Ընդհանրապես լիալուսինը հստակեցնում է, լույսը սփռում է, կլոր մեծ լուսնի լույսը սփռվում է այն ոլորտի վրա, որտեղ այն տեղի է ունենում, այս աստղատան վրա, կոնկրետ Խոյերի մոտ դա առաջին աստղատունն է եւ հատկապես կազդի այս լիալուսինը այն խոյիկների վրա, ովքեր ծնվել են ապրիլի 2-ից 7 ընկած ժամանակահատվածում։ Առաջի տունը խորհրդանշում է մեր ամբողջությունը, մեր եսը, ինչպես ենք մենք ինքնադրսևորվում այս աշխարհում, նաև մեր միջավայրին, մեր զուգընկերոջը, մեր գործընկերոջը, այսինքն այն մարդիկ, ովքեր մեզ շրջապատում են, նույնպես առնչվում են առաջին տան հետ։ Եվ այստեղ իհարկե Խոյերի առջև լայն սպեկտրի հարցեր են ծառանալու եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ինքնադրսևորման հետ կապված։ Այսինքն եթե ձեզ չի բավարարում այն ամենը, ինչ որ կատարվում է ձեր կյանքում, նախ եւ առաջ ուշադրություն դարձրեք նրա վրա, իսկ ինչ եք դուք արտացոլում, ինչպես եք դուք ինքնադրսևորվում արտաքին աշխարհում։ Այս սրա մասին է այս լիալուսինը։ Ցուլիկների համար այս լիալուսինը հայտնում է 12-րդ տանը, որը իհարկե անբարենպաստ է, ինչ որ գաղտնիքներ կարող է բացահայտվեն, գաղտնի թշնամություն եւ այլն։ Պետք է զգուշանալ ամենայն դեպս ցուլիկների համար։ Երկվորյակների համար 11-րդ տանը դա բարենպաստ է, ընկերական միջավայրը ձեզ կօգնի իրագործել ձեր երազանքներն ու նպատակները, նաև բարենպաստ է չափահաս երեխաների համար եւ օնլայն բիզնեսի համար, որտեղ դուք ավելի եկամուտ կունենաք, սիրելի երկվորյակներ։
Խեցգետինների համար այս լիալուսինը հայտնվում է 10-րդ տանը, որը խորհրդանշում է գործնական մեր ոլորտը, մեր կարիերան, մեր աշխատանքը, մեր պաշտոնը, մեր հասարակական կարգավիճակը, հա, այստեղ հենց այդ ոլորտի հետ կապված հարցերը առավել ցայտուն պատասխան կպահանջեն։ Արդյոք դուք ցանկանում եք շարժվել այդ նույն ճանապարհով, ինչ որ գնում եք հատկապես կարիերայի մեջ, ամուսնության հետ կապված, ամենակարևոր սոցիալական դրսևորումների հետ կապված, այ դա խեցգետիների առջև այդ հարցերը կդնի այս լիալուսինը։ Առույցների համար այս լիալուսինը հայտնվում է 9-րդ տանը, ընդհանրապես բարենպաստ է հրեղեն նշանների համար ավելի։ 9-րդ տունը խորհրդանշում է արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցություն, ուսման հետ կապված հաջողություններ, զանազան ինչ-որ սոցիալական ծրագրեր, շատ բարենպաստ, ընդհանրապես 9-րդ տունը դա սոցիալական տուն է այդ թվում, որտեղ 9-րդ տանը ուրախանում է արեգակը, որը կապված է հենց իշխանության հետ, զորության հետ, դիրքի հետ։ Կույսերի համար 8-րդ տանն է հայտնվում լիալուսինը, որը խնդիրներ կառաջացնի կույսերի մոտ, կապված անսպասելի ֆինանսական խնդիրներ կարող է ձեր առջև ծառանան, հնարավոր է անհրաժեշտ լինի գումար վերցնել, բայց իհարկե 8-րդ տունը դա էքստրեմալ իրավիճակների տունն է, այնքան էլ ցանկալի չէ մեծ պարտքեր կամ վարկեր վերցնել։ Կշեռքների մոտ 7-րդ տանն է լիալուսինը, որը խորհրդանշում է զգայուն ոլորտը կշեռքների համար, այսինքն միջավայրը, այսինքն զուգընկերներին, գործընկերներին, այն մարդկանց, որոնցով մենք շրջապատված ենք լինում, ասում իսկ ինչպես եք դուք վերաբերվում ձեր միջավայրին, այսինքն այն մարդկանց, ովքեր ձեզ շրջապատում են, դա կախված է պատասխան, դա կախված է նրանից, թե ինչու են նրանք ինձ շրջապատել, ահա այս հարցը պետք է տան կշեռքները այս լիալուսնի հետ կապված։ Կարիճների մոտ լիալուսինը հայտնվում է 6-րդ աստղատանը, որը խորհրդանշում է աշխատանք, պատասխանատվությունը մեր, առողջություն, այսինքն շատ կարևոր է նաև առողջության հարցերը կարիճների համար, նամանավանդ, որ մինչև հոկտեմբերի վերջը արեգակը գտնվելու է կարիճների 12-րդ տանը, որը նշանակում է, որ բիոէներգետիկան խոցելի է, այսինքն մեր արեգակն այդ դրական ջերմ էներգիան մենք քիչ ենք ստանում եւ այդ իսկ պատճառով հնարավոր են առողջական խնդիրներ, գործնական խնդիրներ եւ այլն։ Ու պետք է ամեն դեպքում զգուշ լինել առողջության հետ կապված, սիրելի կարիճներ։ Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր գործնական ոլորտին, 6-րդում նաեւ գործնական ոլորտի հետ է կապված։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար բարենպաստ է լիալուսինը 5-րդ աստղատան, 5-րդ աստղատանը կապված է երեխաների, հաճույքների, բիզնեսի, հաջողության հետ է կապված 5-րդ տունը, այնպես որ այս լիալուսինը կարող է ձեզ պարգևել հանկարծակի ինչ-որ ուրախ լուր, ինչպեսին օրինակ հղիություն, կամ կիմանաք, որ թոռ եք ունենալու, կամ չգիտեմ, ինչ-որ կամ ձեր երեխաները ամուսնանում են, այդպիսի ուրախ իրադարձությունների մասին է խոսքը։ Եվ այդեղ ջուրների մոտ լիալուսինը տեղի ունենալու 4-րդ աստղատանը, 4-րդ աստղատունը կապված է տան ընտանիքի ծնողների հետ, այսինքն շատ կարևոր է ուշադրությունը դարձնել ձեր տանը, ձեր միջավայրին, այնտեղ որ դուք ապրում եք, ձեր ընտանիքին, այս հարցերն են քննարկվելու, արդյոք դուք ցանկանում եք ապրել այն երկրում, որտեղ ծնվել եք, թե ցանկանում եք հեռանալ, այսպիսի հարցեր եք քննարկելու այս լիալուսնի ընթացքում եւ հոկտեմբերի 7-ից 2 շաբաթ անց։ Եվ ջրհոսներ 3-րդ տանն է ձեր մոտ այդ լիալուսինը տեղի ունենում, 3-րդ տունը կապված է լուրերի հետ, ուրախ լուրեր քույրերից եւ եղբայրներից, կարճ ճանապարհներ, ինչ որ հետաքրքիր ծանոթություն, այնպես ջրհոսների համար հոկտեմբերը շատ հետաքրքիր ամիս է լինելու լի ծանոթություններով, նոր զարգացումներով, նաև ուսումն է խորհրդանշում, վերապատրաստումը 3-րդ տունը, ձկնիկներին ամենալավն է իհարկե ֆինանսական հաջողություն է սպասվում ձկնիկներին, որտեղ լիալուսինը հայտնվում է նրանց 2-րդ աստղատանը, իսկ 2-րդ աստղատունը դա մեր ունեցվածքն է, եկամուտների աղբյուրները, գումարները, այնպես որ ուրախացեք սիրելի ձկնիկներ։ Եվ
Վերջապես հոկտեմբեր ամսվա ամենակարևոր աստղաբանական իրադարձության մասին հոկտեմբերի 14-ին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 1:20 րոպեին գիշերը Վեներան սիրև գեղեցկության մոլորակը մուտք կգործի կշեռք, որտեղ նա կմնա մինչև նոյեմբերի 7-ը։ Եվ սա իհարկե շատ բարենպաստ է հատկապես կշեռքների համար, հատկապես այն կշեռքների համար, ովքեր ծնվել են հոկտեմբերի այսպես 12-ից հետո, իհարկե Վեներան կգտնվի իրենց հենց առաջին տանը, որը շատ լավ է, կշեռքներին ավելի շատ կնկատեն, ավելի շատ կսիրեն, ավելի շատ կպաշտեն, որը նրանք շատ սիրում են, որ իրենց վրա անդադ ուշադրություն դարձնեն, իրենց գուրգուրեն, սիրեն, դա կշեռքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ առանց այդ համակեցության մեջ նրանց դերի արժևորման, ինչպես նաև առյուծներ, բայց կշեռքներին դա ավելի շատ է անհրաժեշտ, ինչու, որովհետև արեգակը կշեռքներում ընկած է, թույլ է, այսինքն նրանց եսը թույլ է, նրանք ապրում են այդ միջավայրով ավելի շատ, իսկ առյուծ կենդանակերպումը, հակառակը եսը զարգացած է, արեգակը զորեղ է, այդ իսկ դա է տարբերությունը, բայց երկուսին էլ անհրաժեշտ է ուշադրություն, շատ կարևոր է դա։ Վեներան կշեռքում իհարկե անձնական ոլորտում համար է լավ, անձնական ոլորտի սիրո համար, եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, եթե խնդիրներ ունեք անձնական փոխհարաբերություններում, այս քարտը, Վեներա մոլորակի քարտը ձեզ անպայման կօգնի, կլինեն նաև այլ թալիսմաններ Վեներայի հետ կապված, քիչ անց եւ անպայման ձեռք բերեք անձնական ոլորտը, փոխհարաբերությունների ոլորտը, իհարկե դիվանագիտության համար լավ է, Վեներան խաղաղարար է, բայց տատանողական է շատ, այսպես կասկածամիտ է նա Վեներան կշեռքում, անդադ գցում բռնում է, սա է լավ, թե սա, ընտրության հարց է անդադ կանգնում նրա առջև։ Իսկ ինչ է սպասվում կենդանակերպերին այս դիրքի հետ կապված, այսինքն հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 7 ժամանակահատվածում խոյերի մոտ Վեներան մուտք գործելով կշեռք եւ տարանցելով կշեռքով հայտնվում է 7-րդ աստղատանը, որը կապված է հենց այդ զուգընկերների, գործընկերների այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում ենք եւ ինքն է դրսեւորվում։ Դե իհարկե սիրելի խոյիկներ, այստեղ Վեներան շատ լավ է նրանց համար, ովքեր միայնակ են, հնարավոր է դուք գտնեք ձեր երկրորդ կեսին, հատկապես տղամարդկանց համար եմ ասում։ Բայց եթե դուք ամուսնացած եք եւ եթե դուք կին եք, դուք բարձր ժամանականություն սիրային եռանկյունու մեջ կարող է հայտնվեք, որովհետեւ Վեներան 7-րդ տունը նաեւ խորհրդանշում է մեր հակառակորդներին, մրցակիցներին։ Եվ այստեղ եթե Վեներան կին է խորհրդանշում, հնարավոր է կին մրցակցուհի հայտնվի ձեզ։ Եթե դուք զբաղված եք ինչ-որ այնպիսի բիզնեսում, որը կապված է սիրո, գեղեցկության հետ, չգիտեմ, ինչ-որ խանութ ունեք, շորի, իհարկե դա բարենպաստ է շատ, որովհետև դուք շատ հաճախորդուհիներ կունենաք, այնպես որ չի կարելի ասել, որ այս կամ այն դիրքը միանշանակ անբարենպաստ է կամ բարենպաստ է։ Պետք է դիտարկել կոնկրետ անհատական ձեր հորոսկոպի շրջանակներում, արդյոք դա բարենպաստ է անձամբ ձեզ համար, թե ոչ այս դիրքը։ Այսինքն տեսեք տարբեր իրավիճակներ բերեցի Վեներայի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ Վեներան կշեռքում լավ է արվեստով զբաղվող մարդկանց համար, դիվանագիտությամբ զբաղվող մարդկանց համար, գեղեցկության ոլորտում զբաղվող, արվեստի, չգիտեմ, գեղանկարիչ կլինի, դերասան կլինի, կինոռեժիսոր կլինի, ահա այդ մարդկանց համար, այդ ոլորտի մարդկանց համար իհարկե Վեներան կշեռքում շատ եւ շատ բարենպաստ է։ Բայց խոյերը ամեն դեպքում պետք է, հատկապես կանայք, պետք է զգուշանան այդ սիրային մրցակցություն, սիրային ոլորտում մրցակցությունից։ Ցուլիկների համար Վեներան հենց իրենց ղեկավարն է, Վեներան, այնպես որ Վեներայի ցանկացած տարանցում, ցանկացած դիրքի փոփոխություն մեծապես ազդելու է ցուլիկների վրա, նաև կշեռքների վրա, որտեղ Վեներան այդ նշանները ղեկավարում է։ 6-րդ տանն է հայտնվում Վեներան մուտք գործելով կշեռք, եւ այստեղ իհարկե սիրային հարաբերություններ աշխատավայրում են հնարավոր, դա շատ պարզ է, նաև բարենպաստ է ազդում առողջության վրա, ընդհանրապես ցլերի համար շատ բարենպաստ շրջան է սկսվելու հետ հոկտեմբերի 14-ից հետո, որովհետև նրանք կկազդուրվեն, հնարավոր է ինչ-որ թեթևանան, թե քրոնիկ հիվանդություններ են, այդ ամիջը կթեթևանա կամ անգամ կանցնի, եթե ինչ-որ կենցաղային խնդիրներ ունեք, այդ
խնդիրները կլուծվեն, աշխատանքային խնդիրները կլուծվեն, պես որ ցլերի համար լավ է։ Երկվորյակներ, սիրելի երկվորյակներ, մուտ գործելով ուրեմն կշերք Վեներան կհայտնվի ձեր 5-րդ աստղատանը, որը սիրո, հաճույքների, երեխաների տունն է։ Ահա այստեղ դες համար նույնպես շատ բարենպաստ, ընդհանրապես Վեներան կշերքում բարենպաստ է բոլոր օդային նշանների համար եւ շատ լավ է նաեւ երկորակների համար, հնարավոր է ինչ-որ սիրային հարաբերություններ, նոր հետաքրքիր հանդիպում, եթե արդեն ամուսնացած եք, հնարավոր է հղիության մասին իմանաք, անսպասելի երեխայի ծնունդ է հնարավոր, թոռնիկի ծնունդ է հնարավոր, մի խոսքով բոլոր հաճույքները եւ հաճելի բաները, ինչ որ կան այս աշխարհում, երկորակների համար հասանելի կլինեն հոկտեմբերի 14-ից հետո։ Եվ խեցգետինների մոտ Վեներան հայտնվում է 4-րդ աստղատանը, որը խորհրդանշում է հայրենիք, հայրական տունը, ծնողներ, ընտանիք ընդհանրապես, բարենպաստ է ազդելու անդրադառնալու ձեր ընտանիքի վրա, սիրելի խեցգետիններ, այսինքն ընդհարցակվելու ընտանիքը ձեզ համար նույնպես թոռնիկներ, բալիկներ, ամուսնություն հնարավոր, այսինքն Վեներան խորհրդանշում է աղջիկ կամ երիտասարդ կին, որը կգա մտնի ձեր ընտանիք, կամ ամուսնություն, այսինքն տղայի ամուսնություն, ընտանիքի ընդհարցակում, ընդլայնում հենց կանանցով, այսպես ասած։ Առյուծներ, ինչ վերաբերում է առյուծների, Վեներան մուտ գործելով կշերք հայտնվելու է ձեր 3-րդ աստղատանը, սիրելի առյուծիկներ, 3-րդ աստղատունը խորհրդանշում է կապեր, նոր ծանոթություններ, սիրային, նոր ընկերական միջավայր, այսինքն նոր հանդիպումներ, ինչ որ նոր մարդկանց հետ, հետաքրքիր կանանց հետ, արվեստագետների միջավայրում կարող է հայտնվեք, սիրելի առյուծիկներ, ընդհանրապես շատ հաճախ պետք է ճամփորդել, որպեսզի գնալ, ասենք, ցուցահանդեսների, այդ թվում նաև կինոթատրոն գնալ, որպեսզի բաց չթողնել այդ դրական հետաքրքիր հանդիպման հավանականությունը։ Կույսերի մոտ շատ բարենպաստ է կույսերի համար, ինչպես Վեներան կշերքում հայտնում է իրենց 2-րդ աստղատանը, որը ֆինանսների հետ է կապված, այսինքն նոր եկամուտների աղբյուրներ, եկամուտների աճ, հատկապես սիրելի կույսեր, եթե դուք զբաղված եք սիրով գեղեցկության ոլորտում, այսինքն գեղեցկության սրահ ունեք, կամ հագուստի խանութ ունեք, կամ այլ ինչ-որ ոլորտում եք աշխատում, չգիտեմ, ծաղկի սրահ ունեք, նույնպես գեղեցկության հետ է կապված, ապա ձեր եկամուտները անպայման կաճեն։ Սիրելի կշերքներ, իհարկե ձեզ մոտ դուք թագուհիներն եք այս դիրքի, որովհետև Վեներան եւ թագավորները Վեներան հայտնվում է ձեր առաջի աստղատանը։ Առաջի աստղատանը Վեներան հաճելի է դարձնում մարդկանց միջավայրի համար, այսինքն ձեզ ավելի շատ կսիրեն, դուք ավելի շատ պահանջված կլինեք, նաև ինչպես մասնագետ, նաև իբրև մարդ, կգնահատեն ձեր դրական կողմերը, կգնահատեն ձեր նրբանկատությունը, ձեր գեղեցկությունը, ձեր, չգիտեմ, հմտությունները եւ այլն, այսինքն շատ պահանջված կլինեք, սիրված կլինեք, մի խոսքով ամենալավ բաները, ինչ որ կարելի է կշերքի համար պատկերացնել։ Կարիճների համար նույնպես բարդ է, որովհետև Վեներան մուտ գործելով կշերք հայտնվում է, սիրելի կարիճներ, ձեր 12-րդ տանը։ Եվ 12-րդ տունը գիտեք, որ դա գաղտնի թշնամիների տունն է, գաղտնիքների տունն է, ընդհանրապես այն կմախքները, որոնք թաքնված են մեր ենթագիտակցության պահարաններում, ահա այդ կմախքները ի հայտ են գալու։ Այնպես որ պետք է զգուշանալ, սիրելի կարիճներ, այս դիրքից, հաջողություն է, բայց խոստանում արտասահմանում դրսում, եթե դուք պլանավորում եք ճամփորդություն, այնպես շատ բարենպաստ է, բայց զգուշացեք գաղտնի թշնամիներից, հատկապես կին թշնամիների ակտիվացումից, որովհետև ես հիշեցնեմ, որ կարիճում բացի դա գտնվում է Սև լուսինը, Մերկուրին եւ Մարսը, որը խիստ լարված մուրակային փոխհարաբերություն է ստեղծում եւ բարդ զարգացումներ է նշանակում այդ նշանի համար, այդ նշանի ներկայացուցիչներն նաեւ եթե դուք մուրակներ ունեք կարիճում։ Դա պետք է նայել արդեն ձեր անհատական հորոսկոպի հետ կապված։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար շատ բարենպաստ է, այս դիրքը 11-րդ տանն է հայտնվում Վեներան կարիճում, Վեներան կշերքում կներեք եւ
դա նշանակում է ընկերական միջավայրում հաջողություններ, ինչ որ կարևոր հատկապես եթե անձնական կյանքի հետ է կապված այդ երազանքի իրագործում, հաջողություններ ձեր չափահաս երեխաների մոտ, հնարավոր է նրանք գտնեն արդեն կին կամ ամուսին կամ թորնիկներ ունենաք, նույնպես շատ բարենպաստ դիրք է։ Այդ եղջյուրների համար Վեներան մուտք գործելով կշերք հայտնում է 10-րդ աստղատունից, 10-րդ աստղատունը դա կարիերան է, դա մեր գործնական հաջողություններն են, պաշտոններն են, սոցիալական կարգավիճակն է, այսինքն լավ աշխատանք, եթե չունեք անպայման կգտնեք դիրքի բարձրացում, անպայման աշխատավայրում ձեզ կգնահատեն, կնկատեն եւ կգնահատեն։ Գործնական ոլորտում շատ բարենպաստն է, աշխատավայրում հնարավոր ինչ-որ հետաքրքիր նաեւ հանդիպում, որը հետո ունենա զարգացում սիրային ոլորտում։ Ջրհոսների համար 9-րդ տանն է հայտնվում, իհարկե բարենպաստ է բոլոր օդային նշանների համար Վեներան կշեռքում, որը նշանակում է ճամփորդություններ, ճամփորդական սիրավեպ, կուրորտային սիրավեպ, համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ, խոսքով շատ բարենպաստ, եթե դատական ինչ-որ գործընթաց, միջազգ նաև դատական ոլորտին է վերաբերվում Վեներան կշեռքում, նա բարելավում է այդ ոլորտը, ընդհանրապես քանի որ Վեներան փոքր երջանկության մոլորակ է, փոքր հաջողության, նա որտեղ որ մտնում է, նա բարելավում է այդ ոլորտը, այսինքն նաև այդ համակարգը, դատական համակարգը նույնպես բարելավելու է։ Եվ ի վերջո ձկնիկների մոտ 8-րդ տանն է հայտնվում, ընդհանրապես ջրային նշանների համար Վեներան կշեռքում այնքան էլ բարենպաստ չէ, հայտնվում է ձեր 8-րդ տանը, սիրելի ձկնիկներ, որը կապված է անսպասելի զարգացումների հետ, ինչ որ խնդիրների հետ, սիրային ոլորտում բարդություններ է բերում, ֆինանսական ոլորտում կարող է բարդություններ բերել, բայց հաջողություն կտա ոչ թե սիրային, այլ գործնական, ֆինանսական ոլորտում ձեր զուգընկերների կամ գործընկերների համար։ Ու ամեն դեպքում նաև ինչ որ սիրային սադրանքներ, սեռական ոլորտի սադրանքներ, դե 8-րդն նաև սեռական ոլորտի հետ է կապված։ Մի խոսքով ձկները այսպես շատ հետաքրքիր վիճակներում են հայտնվելու հոկտեմբերի 14-ից հետո։ Սիրելի բարեկամներ, հոկտեմբեր ամսվա հաջորդ 4-րդ կարևոր աստղաբանական իրադարձությունը հոկտեմբերյան նորալուսինն է։ Ըստ էության դա մոգական նորալուսին է լինելու, հոկտեմբերի 21-ին տեղի կունենա Երևանի ժամանակով 16:25 րոպեին, մոգական 28-րդ կշեռքի աստիճանում, կշեռքի 28-րդ աստիճան դա հատուկ մոգական աստիճան է, այնպես որ այս նորալուսինը մոգական է լինելու եւ բոլոր այն արարողությունները, մախոսությունները նորալուսինի համար անպայման կատարեք, որովհետեւ շատ հզոր կլինի այդ նորալուսինը եւ կկատարի ձեր երազանքները եւ ձեր կյանք կբերի այն, ինչ որ դուք ցանկանում եք։ Աստրոմագ եւ թալիսմաններ իմ երկրորդ YouTube-յան ալիքում դուք կարող եք տեսնել այդ բոլոր աղաղակարգերը, մախոսությունները այս վիդեոյի վերջում հղումը կլինի այդ ալիքին, անպայման դիտեք վիդեոն մինչև վերջ։ Սիրելի խոյակներ, ձեզ համար իհարկե կրկին 7-րդ տանն է հայտնվում նորալուսինի եւ խնդիրները, նորալուսինը նոր դրական էներգիա է հաղորդում այն ոլորտում, որտեղ նա տեղի է ունենում։ Եվ այստեղ 7-րդ տունը դա գործընկերների, զուգընկերների եւ առհասարակ մեր միջավայրի տունն է, այսինքն հիմնական նորությունները կապված են լինել ձեր գործընկերների, զուգընկերների հետ, եթե չունեք սրտի ընկեր, անպայման բարձր է հավանականությունը, որ գտնեք, եթե ունեք ինչ-որ խնդիրներ, ապա պետք է անպայման լուծեք հոկտեմբերի 21-ից հետո եւ ընդհանրապես մինչեւ հոկտեմբերի 23-ը խոյերի համար շատ կարեւոր է այդ 7-րդ տուն տնավարեկակն է անցնելու այդ 7-րդ տնով եւ այդ բոլոր խնդիրները վերհանելու է։ Ցուլիկների համար 6-րդ տանն է հայտնվում այս նորալուսնեսի կարևի եւ լուսնի միությունը 28 աստիճան կշեռքում։ 6-րդ տունը կապված է պատասխանատվության, աշխատանքի, առողջության հիվանդությունների, այնպես որ ուշադիր եղեք, հանկարծ նոր հիվանդություններ ձեր մոտ չառաջանան, սիրելի ցուլիկներ։ Երկորյակների մոտ այս նորալուսինը շատ բարենպաստ է, մոգական հոկտեմբերյան նորալուսինը տեղի կունենա
երկորակների 5-րդ աստղատանը, որը նոր սեր, նոր երջանկություն, նոր ծնունդ, հնարավոր է հղիություն, հնարավոր է թորնիկներ ունենաք, հնարավոր է ինչ-որ դրական հաջողության մեջ, խաղի մեջ, ընդհանրապես աներևակայելի դրական զարգացումներ տեղի ունենան, այնպես որ երկորակների համար բավապես հիասքանչ։ Անցնենք խեցգետիններին։ Խեցգետինների մոտ այս նորալուսինը մոգական տեղի կունենա 4-րդ աստղատանը, որը խորհրդանշում է տան, ընտանիքի ծնողների հետ կապված ինչ-որ նոր զարգացումներ եւ փոփոխություններ, նոր տուն, նոր ամուսնություն հնարավոր է, կամ ձեր երեխաներից մեկը կամ տղան կամ ուսնան ամենայն հավանականությամբ, ծնողների հետ կապված ինչ-որ զարգացումներ, հնարավոր է ինչ-որ նոր բնակարան ձեռք բերեք ծնողների համար, կամ ծնողները ձեզ համար բնակարան ձեռք բերեն, մի խոսքով, այդպես էլ է լինում կյանքում։ Առյուծների համար նույնպես բարենպաստ է այս նորալուսինը, 3-րդ տանն են հայտնվում Արեգակը եւ Լուսինը, որը նոր ծանոթություններ, նոր շփումներ, նոր ուսում, հնարավոր է նոր մեքենա, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Կույսակների համար շատ լավ է այս նորալուսինը, որովհետեւ հայտնվում է կույսակների 2-րդ տանը, որը գիտեք որ 2-րդ տունը դա եկամուտներն են, եկամուտների աղբյուրն առհասարակ մեր նյութական այդ ունեցվածքը, ինքնագնահատականը նույնպես կբարձրանա կույսերի մոտ։ Սիրելի կշերքներ, ձեզ համար իհարկե ամենաբարենպաստն է, ինչու, որովհետև այս նորալուսինը հայտնվում է ձեր առաջի տանը, այսինքն արևը եւ լուսինը միանում են այնտեղ, որտեղ եթե հանկարծ ձեր ծննդյան օրը հոկտեմբերի 19-ից 22-ն է, 18-ից այդպես 22-ն է, ապա ամբողջ տարվա ընթացքում ձեզ դրական հետաքրքիր նոր զարգացումներ են սպասում, նոր աշխատանք, նոր ամուսնություն, նոր ինչ-որ հետաքրքիր ֆինանսական առաջարկություններ, գործնական առաջարկություններ, մի խոսքով այդ բոլոր նորը եւ դրականը կմտնի անպայման ձեր կյանք, եթե դուք ծնվել եք հոկտեմբերի 18-ից 22 ընկած այդ ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ բոլոր կշերքների վրա կազդի, իհարկե նաև կազդի դրական, այն տեսանկյունից, որ դրական նոր էներգիան կմտնի ձեր կյանքի բոլոր ոլորտների մեջ։ Կարիճների մոտ այս նորալուսինը հայտնվում է 12-րդ տանը, գաղտնի թշնամիների տանը, այ, իհարկե սա այնքան էլ բարենպաստ չէ կարիճների համար, ով կակտիվանան նրանց գաղտնի թշնամիները, մրցակիցները, ընդհանրապես մինչև հոկտեմբերի 23, այսինքն մինչև Արեգակը մոտ գործի կարիճները գտնվում են ստվերային գոտում եւ նրանց բիոէներգետիկան, կենսական ուժերը եւ հաջողությունը ավելի նվազ է լինելու։ Դե բնական է, այսինքն 1 ամիս առաջ, ցանկացած մեկի ծննդյան օրվանից առաջ, ցանկացած նշանից առաջ, դա արդեն խնդիր է լինում։ 12-րդ տանը հաջողություն կարող է տալ միայն արտասահմանում։ Աղեղնավորներ, ձեզ համար այս մոգական նորալուսինը հայտնվում է 11-րդ աստղատանը, որը խորհրդանշում է ընկերական միջավայր, երազանքների իրականացում, նոր ինչ-որ դրական զարգացումներ ձեր չափահաս երեխաների կյանքում, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար, եթե զբաղվում եք այս աղեղնավորներին, շատ այսպես 7 տարի ժամանակ ասելու են, որ շատ բարենպաստ է օնլայն բիզնես ստեղծել, անպայման ստեղծեք սիրելի աղեղնավորներ եւ չեք փոշմանի։ Այդ եղջյուրների համար 10-րդ տանն է հայտնվում այս նորալուսինը մոգական, որը խորհրդանշում է կարիերա, աշխատանքային հաջողություններ, պաշտոն, գործնական ինչ-որ զարգացումներ, սոցիալական կարգավիճակ, այնպես որ առաջ խաղացում, պաշտոնի բարձրացում, սիրելի այդ եղջյուրներ։ Ջրհոսների համար նույնպես բարենպաստ այս նորալուսինը հայտնվում է 9-րդ տանը, սիրելի ջրհոսներ, այս մոգական նորալուսինը եւ այստեղ նոր զարգացումներ արտասահմանյան ջուր կազմակերպությունների հետ կապված նոր համագործակցություն, հնարավոր է ճամփորդություն արտասահման, դրական զարգացումներ այնտեղ։ Եվ ձկնիկների մոտ 8-րդ աստղատանն է, որը բարդ է, սիրելիներս, զգուշացեք մոգական ազդեցություններից, անպայման ձեզ ցանկալի է պաշտպանական թալիսման, սիրելի ձկնիկներ, դե 8-րդ տուն դա էքստրեմալ իրավիճակների տունն է։ Պես որ պետք է զգուշանալ գաղտնի նույնպես այդ թշնամիների ակտիվությունը, դա գաղտնի կարող է չլինել, 12-րդ տունն է գաղտնի այդ կարիճների համար, իսկ ձկների
համար ավելի շատ դա հնարավոր չէ վերահսկող մարմիններ, բանկեր, այդպիսի ոլորտներից պետք է զգուշ լինել, ինչ որ պետք է այդ օրերը բոլոր բանկային գործարքների հստակ հաշվարկել, որովհետև այլապես հնարավոր է դուք գումարներ կորցնեք, դա հիշեք։ 8-րդ տունը կամոր կապված է նաև բանկերի հետ։ Եվ վերջապես, սիրելի բարեկամներ, 5-րդ իրադարձությունը կարևոր, հոկտեմբերյան ամենակարևոր իրադարձություններից մեկը դա Արեգակի մուտքն է, իհարկե կարիճ, սիրելի բարեկամներ, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 7:50 րոպեին։ Եվ Արեգակ կարիճում կմնա մինչև նոյեմբերի 22-ը։ Ես շնորհավորում եմ սրտանց բոլոր կարիճիկներին, իմ սիրելիներս։ Ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, մեծագույն հաջողություն, չգիտեմ, որպեսզի ձեր առջև բացվի կանաչ ճանապարհ, եղեք առողջ, ուրախ եւ երջանիկ եւ ամենակարևորը հարուստ։ Ահա, եւ արդեն իհարկե ես այդ ամենը իհարկե բացատրեցի կարիճի հետ կապված, ինչ է մեզ սպասվում, բայց այստեղ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու գրեթե միաժամանակ, այսինքն հոկտեմբերի 22-ից 24 այդ ժամանակահատվածում Լուսինը, Մերկուրին, Մարսը եւ Սև Լուսինը միանալու են կարիճ կենդանակերպում 21-ից 23 աստիճան կազմում եւ հատկապես այս միությունը, այս սև մոգական միությունը, ես կասեի, դա կազմի հատկապես այն կարիճների վրա, ովքեր ծնվել են նոյեմբերի 12-ից 16, ընդհանրապես իհարկե բոլոր կարիճների վրա կազմի, բայց հատկապես նոյեմբերի 12-ից 16-ը ծնվածների վրա կազմի եւ պետք է զգուշանալ, որտեվ տարբեր իհարկե զարգացումներ են, Մարսը փոքր դժբախտության մոլորակ է, Մարսը կարող է տալ լրջագույն առողջական խնդիրներ, սիրելի կարիճներ, վիրահատություններ, այդ թվում նաև ենթադրենք, եթե դուք խնդիրներ ունեք, պետք է շատ զգուշ լինեք այդ օրերին, այսինքն հատկապես հոկտեմբերի վերջում 22-ից 24 ընկած այդ ժամանակահատվածում հատկապես շատ ուշադիր եղեք, կարող է տարբեր խնդիրներ տալ գործնական ոլորտում, մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ, սև մոգական ազդեցության ակտիվացում, սև լուսին ընդհանրապես կարիճում դա սև մոգություն է, դա թուղթուգիր է, պետք է պաշտպանվել, պետք է ինչ որ հզոր զաշիտաներ դնեք ձեր վրա, մաքրման, եթե արդեն դուք ենթարկվել եք այդ թուղթուգրային բացասական ազդեցությանը, մաքրման ուղղակի պետք է անել։ Լուսինը դա կապված է կանանց հետ, այդ խնդիրները կարող է կապված լինեն կանանց հետ, Մերկուրին դա ֆինանսական խնդիրներ կարող է նաև ունենալ, զրպարտության հետ կապված, սուտ տեղեկատվության հետ կապված կարող է խնդիրներ ունենալ, ինչ որ, այսինքն հարցակող վերահսկող մարմինները նույնպես Մարսն է, այսինքն այդ խնդիրների ամբողջ այսպես ծավալը շատ բարդ է, շատ երկար կլինի, եթե հիմա մենք թվարկենք, դա կապված է իհարկե ձեր անհատական հորոսկոպից, թե կյանքի որ ոլորտները ղեկավարվում են այդ մուրակների կողմից, բայց ամեն դեպքում ամենածանր ազդեցությունը կունենա հենց կարիճների վրա այս միությունը, իհարկե շատ դա հազվագյուտ է լինում այդպիսի միություն, այդ իսկ պատճառով ես ձեր ուշադրությունը գրավում եմ այդ հանգամանքի վրա, սիրելի բարեկամներ, այդ 21-ից 23 դա նաև հնարավոր են զանազան սրացումներ ռազմաքաղաքական ոլորտում, հարձակումներ, սպասելի ինչ որ, չգիտեմ, վթարներ, ծովում, նաև ցամաքում, պայթյուններ, հրդեհներ, այդ ամենը իհարկե անսպասելի ձևով կարող է ասենք ինչ որ ծովում ինչ որ մեծ նավ վթարվի եւ նավթը թափվի, այդտեղ հսկայական, չգիտեմ, հրդեհ բռնկվի եւ էկոլոգիական բան աղետ լինի այդ վթարի հետևանքով, այսինքն նույնպես դա հնարավոր է, այսինքն առավել վտանգ այդ օրերը 22-ից հոկտեմբերի մինչև 24-ը, դրանք 24-ը 25-ը շատ դրանք վտանգավոր օրեր են, սիրելիներս, եւ հատկապես կարիճների համար, եթե կարիճ եք, ծնվել եք նոյեմբերի 12-ից 16-ը, շատ զգուշ եղեք այդ օրերին։ Նաև ինչ է նշանակում մյուս կենդանակերպերի համար, որտեղ դա այդ միություն, այդ մորակների Լուսնի, Մերկուրի, Մարսի եւ Սև լուսնի 4 կարևորագույն մորակների միությունը, դա հասնելու է նաև
այլ կենդանակերպերի վրա, ոչ միայն կարիճների վրա։ Հատկապես վտանգավոր եւ վնասակար է այդ միությունը խոյերի համար, որտեղ նա հայտնվում է նրանց 8-րդ աստղատանը։ Այստեղ իհարկե 8-րդ աստղատունը էքստրեմալ իրավիճակներ, վթարներ, չգիտեմ, ինչ-որ շատ վտանգավոր զարգացումներ են հնարավոր կապված կանանց հետ, զգուշ եղեք, ֆինանսական հնարավոր է խնդիրներ, ֆինանսական կորուստներ, այնպես որ խոյերին, ընդհանրապես խոյերի համար շատ բարդ է հոկտեմբեր ամիս, ես ինձ սկզբից դա զգուշացրեցի։ Ցուլիկների համար այս միությունը լուսնի, Մերկուր, նաև արևն է լինելու, այսինքն ըստ էության դա 5 մոլորակ է լինելու կարիճում, իսկ կարիճը դա 8-րդ աստղատունն է, դա էքստրեմալ իրավիճակն, ընդհանրապես բարդ աստղատունն է, մահվան աստղատունն է համարվում, այսինքն դա շատ բարդ եւ ծանր մի խոսքով զարգացումներ են, այդ ռեպրեսիաների ուժեղացում հնարավոր է, եթե սեպտեմբերի 24-ին 2 մարդ սպանվեց, այդ հոկտեմբերի վերջում հնարավոր է շատ ավելի զանգվածային խայտառակություն լինի, կներեք, ես չեմ ուզում չարախոսեմ, բայողուշություն անեմ, բայց շատ վտանգավոր զարգացումներ են հնարավոր։ Ցուլերի համար 7-րդ, այսինքն ձեր թշնամիները ձեզ կարող է ծուղակը կցեն, սիրելի ցուլեր, պետք է զգուշանալ, նաև վտանգը ավելի շատ կարող է սպառնալ ձեր զուգընկերոջը կամ գործընկերոջը, ոչ թե ձեզ, այլ ձեր զուգընկերոջը, գործընկերոջը, այնպես որ այդպիսի զարգացումներ, կամ նրանք ձեր վրա են հարձակվելու, կամ նրանց վրա են հարձակվելու։ Երկուրակների համար 6-րդ տանն է հայտնվում, դա խնդիրներ աշխատավայրում, առողջության հետ կապված նաև հնարավոր է նույնպես առողջական խնդիրների սրացում, սիրելի երկվորյակներ։ Խեցգետինների համար 5-րդ տանն է, դա վերաբերվելու ավելի շատ այդ խնդիրները ձեր երեխաներին, այսինքն պետք է զգուշանալ ամեն ձև, եւ աղջիկ եւ տղա երեխաները խնդիրներ կարող ունենան այդ ընթացքում։ Առյուծների մոտ դա 4-րդ տանն է, այսինքն դա ձեր տանն է վերաբերում, ձեր ծնողներին է վտանգը վերաբերվում, անշարժ գույքին, նու տանն է հնարավոր ինչ որ հասկանում եք զարգացումներ բացասական հնարավոր է տանը լինեն, այսինքն ինչ որ տանը հոսանքի տանում, հոսանքահարվե կամ չգիտեմ, տարբեր զարգացումներ են հնարավոր, ամեն դեպքում պետք է զգուշ լինել։ Մարսը սև լուսնի հետ ես տեսել եմ քարտեզ, երեխայի մահացած երեխայի քարտեզ, Մարսը սև լուսնի հետ միացած էր կարիճում եւ այնտեղ կարծեմ 3 տարեկան նա եփվեց բանի մեջ, այդ կիպիցի եռացող ջրի մեջ, բլթացող այդ տաքացուցիչի մեջ ընկավ, այդպես մահացավ։ Այսինքն ես չեմ ուզում վախացնեմ, բայց այնպիսի բաներ են տեղի ունենում, այնպիսի փորձ ունեմ ես այդ ամեն ինչը վերլուծելու, որ պետք է զգուշանալ տանը։ Կույսերի համար 3-րդ տանն է, դա պետք է զգուշանալ ճանապարհների վրա, կարճ ճանապարհների ժամանակ հատկապես պետք է զգուշանալ շփումներում, այսինքն հնարավոր է դուք հանդիպեք ինչ-որ մարդկանց, ովքեր վատ մարդիկ լինեն եւ ձեզ խաբեն կամ ինչ-որ թյուրիմացության մեջ գցեն եւ վատ հետևանքներ ունենան։ Եվ կշերքների համար դա այդ վտանգը վերաբերվում է հիմնականում ֆինանսներին, այսինքն պետք է զգուշանալ ֆինանսական ոլորտում խաբեություններից, զրպարտություններից, մեքենայություններից։ Դե կարիճները դա առաջի տանն է, կարիճները ամենաշատն են ենթարկվելու այդ բացասական ազդեցությանը, որովհետև առաջի տունը դա ամբողջությամբ մեր եսն է, մեր էներգետիկան է, մեր ինքնադրսևորումն է։ Եվ այստեղ հնարավոր են եւ զուգընկերների հետ խնդիրներ, եւ գործընկերների հետ խնդիրներ, եւ ֆինանսական խնդիրներ, եւ առողջական խնդիրներ, պետք է զգուշանալ։ Այդ միությունն ընդհանրապես ես արդեն նոր բացատրեցի, թե ինչպիսի հետևանքներ կարող ունենալ։ Ընդհանուր մինչև մահ, դե ես չեմ ասում, որ բնականաբար դա կախված է ձեր անհատական հորոսկոպից, թե ինչպիսի զարգացումներ բացասական կտեղի կունենան ձեր կյանքում, բայց ընդհանուր առմամբ, եթե կարելի այսպես ասել, չարի հարձակում է տեղի ունենալու այդ օրերին, հոկտեմբերի 22-ից 25 ընկած այդ ժամանակահատվածում։ Եվ իհարկե աղեղնավորների համար նույնպես շատ վատ է, որովհետև 12-րդ աստղատանն են այդ մոլորակները հայտնում սև լուսինը, Մարսը, Մերկուրին եւ Լուսինը, այստեղ չար ազդեցություն թուղթուգրային կնոջ կողմից շատ հավանական է,
Մարսը սև լուսնի, այսինքն գաղտնի ինչ-որ թշնամիների ակտիվացում, ինչ-որ գործողություններ, գաղտնի հիվանդություններ, մի խոսքով նույնպես պետք է զգուշանալ այդ գաղտնի ինֆորմացիաների նաև բացահայտումից պետք է զգուշանալ։ Այդ եղջյուրների մոտ 11-րդ տանն է, դա վերաբերվում է ավելի շատ կարող է վերաբերել այդ վտանգը ձեր չափած երեխաներին, ձեր ընկերներին, որոնք այնպիսի քայլեր կարող է ձեր դեմ անեն, որ նաև ձեր հույսերը տապալվեն, դա նույնպես հավանական է, այսինքն եւ նրանց հետ վատ բաներ կարող է տեղ ունենան եւ արդեն նրանք կարող են այնպիսի բաներ անեն, որ կտապալի ձեր պես ձգտումները։ Դա պարտադիր չէ այդպես շատ ողբերգական ինչ որ զարգացումներ տեղի ունենան, ողբերգական զարգացումները կարող է ունենան որոշ դեպքերում դա կապված է ձեր անհատական հորոսկոպից։ Ընդհանրապես կարող է անգամ չզգան այդ եղջյուրները, ես ձեզ ասեմ, այսինքն կան նշաններ, որոնք ընդհանրապես կարող է չզգան այդ մորակների միությունը, բայց այնուամենայնիվ, եթե նախազգուշացված ես, ուրեմն պաշտպանված ես, պետք չէ դրա համար ողբերգություն սարքել։ Ջրհոսների մոտ դա այդ մորակային միությունը հայտնվում է 10-րդ աստղատանը եւ 10-րդ աստղատունը գիտեք կարիերայի, աշխատանքի, պաշտոնի տունն է, նաև հասարակական կարգավիճակ, այսինքն հիմնական վտանգը ջրհոսներին սպառնում է աշխատավայրում, կախված հնարավոր պաշտոնանկություն, հնարավոր է աշխատանքից ազատում, դա թեթև տարբերակներն են, ինչ որ բացահայտումներ, զրպարտություններ, այսինքն ձեզ ուզենան պարզապես հեռացնեն աշխատանքից եւ զրպարտեն ձեզ, այսինքն ինչ որ գողություն կոնկրետ ձեր վրա բարթեն, այդպիսի շատ դեպքեր ունեմ ես իմ պրակտիկայում, որ այսպես հաշվապահին դատի են տալիս, որովհետև ինչ որ խոշոր գողություն է տեղի ունեցել հիմնարկում, գումարները կորել են, բայց դատում են անմեղ հաշվապահին, այսպիսի դեպքեր նույնպես լինում են։ Դա հնարավոր զարգացումներ են, հասկանում եք, հանկարծ ինչ չգրեք, դուք վատ բաներ եք կանխատեսում, ես վատ բաներ չեմ կանխատեսում, ես նախազգուշացնում եմ ձեզ սիրելի բարեկամներ։ Ձկների համար իհարկե բարենպաստ 9-րդ տանը։ Բարենպաստ է այնքանով, որ հնարավոր է արտասահմանում ինչ որ բարձ զարգացում, եթե դուք արտասահմանում եք գտնում կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ եք համագործակցում, այստեղ հնարավոր են խնդիրներ։ Գիտեք, այսպես ես ձեզ ասեմ, մինչև իրադարձությունը տեղի չի ունենում, դա կարելի է կանխել, այնպես որ սիրելի բարեկամներ, եթե դուք ցանկանում եք կանխել բոլոր վատ բացասական զարգացումներ եւ ձեր կյանքը տանել դրական ճանապարհով, այսինքն ապրել ձեր կյանքի լավագույն տարբերակը, պետք է գաք խորհրդատվության կամ հիմա ընդհանրապես ես on-line եմ աշխատում սիրելիներս եւ այդպես մենք հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի խուսափեք բոլոր ստորջրյա քարերից։ Եվ վերջապես հոկտեմբերյան 7-րդ կարևոր աստղաբանական իրադարձությունը հոկտեմբերի 29-ին Երևանի ժամանակով 15:05 րոպեին Մերկուրի մոլորակը կապի հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին մուտք կգործի աղեղնավոր եւ այստեղ իհարկե նոյեմբերի 9-ին 23:05 րոպեին նա դառնալու է հետընթաց, նոյեմբերի ընթացքում նոյեմբերի 9-ից մինչև 29-ը կարծեմ Մերկուրին լինելու է հետընթաց, այնպես որ ձեր գործերը պլանավորեք այնպես, որ նոր գործ ձեռնարկեք մինչև նոյեմբերի 9-ը, դրանից հետո արդեն Մերկուրին հետընթաց է եւ անբարենպաստ է որևիցե ինչ որ նոր պայմանագիր, նոր բիզնես եւ այլն։ Իհարկե աղեղնավորում Մերկուրին ընկած է, Մերկուրին թույլ է, Մերկուրին ապակողմնորոշված է, ես կասեմ, որտեղ նա գտնում է Յուպիտերի ազդեցության տակ, իսկ Յուպիտերը ավելի օրինապաշտ է, Մերկուրին օրինապաշտ չի։ Եվ այսպես, ինչ է նշանակում Մերկուրին աղեղնավորում բոլոր կենդանակերպերի համար, ինչ է նշանակում Մերկուրիի դիրքի փոփոխությունը։ Հատկապես բարենպաստ կլինի իհարկե հրեղեն նշանների համար, խոյ կենդանակերպի մոտ Մերկուրին մտնելով աղեղնավոր հայտնվում է 9-րդ աստղատանը, որը նշանակում է արտասահման, ամեն հեռավորը, ուսումը, բարձրագույն կրթությունը, դասավանդումը նաև, հրապարակախոսությունը, դատական գործընթացները, այդ ամենի համար շատ բարենպաստ է Մերկուրին աղեղնավորում։
Ցուլերի համար Մերկուրին հայտնվելով աղեղնավորում մուտք է գործում 8-րդ տուն։ 8-րդ տունը իհարկե անբարենպաստ է, դա էքստրեմալ իրավիճակների տունն է, հնարավոր ինչ-որ բամբասանքներ, զրպարտություններ, բացասական ինչ-որ զարգացումներ ֆինանսական ոլորտում պետք է զգուշ լինել, սիրելի ցուլեր։ Ցուլերի համար վատ է այն տեսակետից նաև Մարսն է շարունակում գտնվել 7-րդ տանը ցուլերի մոտ, Կարիճում եւ դիմակայել արևին, այսինքն հնարավոր են ամեն տեսակ բախումներ, կոնֆլիկտներ, խնդիրներ, նաև Սև լուսինն է այնտեղ, այսինքն նաև թուղթուգիր, կոնկրետ թուղթուգիր է Սև լուսինը 7-րդ տանը, դա կամ ձեր վրա են անում, կամ ձեր զուգընկերոջ վրա են անում, կամ արել են արդեն։ Եվ Մերկուրին աղենավորում երկորյակների համար, դա իհարկե լավ չի, որովհետև դիմակայում է 7-րդ տունը, Մերկուրին թույլ դիրքում է գտնվում, որտեղ նա տիրում է երկորյակներին։ Նո այստեղ հնարավոր են գործնական, անձնական բնույթի վեճեր, խնդիրներ, կոնֆլիկտներ։ Բայց նաև նոր ծանոթություններ, ընդհանրապես երկորյակների համար հոկտեմբերը վատ ամիս չի, ի տարբերություն խոյրայի, խոյրի մը շատ ծանր է։ Խեցգետիների մոտ Մերկուրին հայտնվելով աղեղնավորում հայտնվում է 6-րդ տանը։ 6-րդ տունը աշխատանքի, պատասխանատվության, նաև առողջության հետ է կապված, այսինքն այդ բոլոր ոլորտներում պետք է անպայման ուշադրություն դարձնել եւ Մերկուրին նաև կարող է նպաստել այդ բուժմանը, օրինակ, եթե դուք հետևեք ձեզ կամ ինչ-որ աշխատանքային հաջողություններին։ Առույցների համար շատ բարենպաստ է Մերկուրին աղեղնավորում, հայտնվում է առույցիկների 5-րդ աստղատանը, որը նոր ծանոթություններ, սիրային ոլորտում հաջողություններ, նաև հղիություններ հնարավոր, եթե վաղուց սպասում եք։ Կույսերի համար Մերկուրին հայտնվում է մտնելով աղեղնավոր, հայտնվում է 4-րդ աստղատանը, որը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դուք հիմնականում խոսակցություններ տանը, ձեր ընտանիքում, ինչ-որ մտածում եք տունը վաճառեք, կամ մտածում եք գնաք ուրիշ երկիր աշխատեք, ինչ-որ այսպիսի անդադ խնդիրներ ծնողների հետ կապված բանակցություններ, բանավեճեր, նաև ծնողների եւ երեխաների հետ կապված, ոնց են ասում, այդ բանը տարբեր պակալենյաների միջև այդ կոնֆլիկտը որ լինում է, հա Մերկուրին, նու կարող խոսակցություն պարզապես լինել, կարող է բանավեճ լինել, կարող է կարծիքների փոխանակում լինել, ահա սա է լինելու կույսերի մոտ։ Կշերքների համար Մերկուրին հայտնվում է 3-րդ աստղատանը մտնելով աղեղնավոր եւ սա նշանակում է նոր ծանոթություններ, նոր շփումներ, նոր պայմանագրերի ստորագրում, բայց այդ պայմանագրերը մինչև նոյեմբերի 9-ը պետք է ստորագրեք, որտեղ հետո Մերկուրին հետընթաց է դառնում, անբարենպաստ է պայմանագիր ստորագրելու համար։ Ճանապարհներ, շատ կարճ ճանապարհներ կլինեն այս ընթացքում։ Կարիճների մոտ բարենպաստ է Մերկուրին հայտնվելով աղեղնավորում, հայտնվում է կարիճների 2-րդ աստղատանը, որը ֆինանսների մասին է, այսինքն նոր ֆինանսական աղբյուրներ, նոր շփումներ, նոր կոնտակտներ, գործնական ոլորտում հաջողություններ։ Աղեղնավորների մոտ Մերկուրին իհարկե հայտնվում է առաջի աստղատանը, որը նշանակում է նոր շփումներ, նոր ծանոթություններ, ճանապարհորդություններ, որտեղ ընդհանրապես աղեղնավորը ճամփորդական նշան է, նրա հաջողությունը բացվում է այն ժամանակ, երբ որ նա ճամփորդում է։ Այդ եղջյուրների մոտ Մերկուրին մուտք գործելով աղեղնավոր հայտնվում է 12-րդ տանը, որը նշանակում է, որ կակտիվանան բամբասանքները ձեր մեջքի հետևում, ինչ-որ գաղտնի թշնամություն, գաղտնի խոսակցություններ, այնպես որ զգուշ եղեք ձեր ինչ-որ նպատակների, անելիքների մասին շատ մի պատմեք տարբեր մարդկանց, որովհետև դա այնքան էլ լավ ավարտ կարող է չունենալ, սիրելի այդ եղջյուրներ։ Ջրհոսների մոտ Մերկուրին հայտնվում է 11-րդ աստղատանը, որը նշանակում է ինչ-որ ավելի շատ կհաճախակյանան շփումները ձեր գաղափարակիցների, ընկերների հետ, հաջողություններ ձեր չափահաս երեխաների մոտ, հատկապես ուսման ոլորտում, հաջողություններ օնլայն բիզնեսում, ընդհանուր առմամբ ջրհոսների համար հոկտեմբերը շատ բարենպաստ ամիս է, ասեմ ասեմ։ Եվ ձկնիկների մոտ 10-րդ տանն է հայտնվում Մերկուրին մուտք գործելով աղեղնավոր, եւ սա նշանակում է, որ
ավելի գործնական, ընդհանրապես ձկնիկների մոտ ես ինչքան հասկացա հոկտեմբերը ավելի գործնական ամիս է, ավելի գործնական ոլորտի մասն է, քան անձնական։ Ընդհանրապես բոլոր ջրային նշանների մոտ, չնայած այդ բոլոր վայրիվերումների, այդ բոլոր ճակատագրական փորձությունների եւ բարդությունների, այնուամենայնիվ բարենպաստ է, քանի որ Յուպիտերը մեծերչանկության օրեկը շարունակում է գտնվել խեցգետին կենդանակերպում եւ որը բարենպաստ է եւ խեցգետիների եւ կարիճների եւ ձկների համար, նաեւ հողեղեն նշանների համար, հատկապես այդ եղջյուրների, ցուլերի եւ կույսերի համար։ Ու կույսերը մի քիչ խնդիրներ ունեն, որովհետեւ կույս կենդանակերպով շարունակում է տարանցել հարավային լուսնային հանգույցը կետուն, որը խլում է հաջողությունը, բայց այնուամենայնիվ պետք է ասել, որ անգամ վատ մուրակային փոխհարաբերությունների ազդեցության տակ նաև ձկները կունենան իրենց հաջողություն, եւ Յուպիտերը իրենց օգնում է, որովհետեւ Յուպիտերը հենց ձկների ղեկավարն է եւ այժմ նա փառավորվում է եւ թագադրվում է Խեցգետնում։ Դե այստեղ խոսակցություններ աշխատավայրում, ավելի շատ Մերկուրին դա խոսակցություններ են, ինչ որ գործնական բանակցություններ են, դա այդ վերաբերվում է պաշտոնին, հասարակական կարգավիճակին, հնարավոր ինչ որ նաև շատ դրական առաջարկություն անեն ձեզ արտասահմանից սիրելի ձկներ, բայց պետք է շատ զգուշ լինել, որտեղ 9-րդ տանը կարիճում գտնվում են, շարունակում են գտնվել այդ Մարսը, Սև լուսնի հետ միասին, որը որ հնարավոր է շատ դրական թվա այդ առաջարկությունը, բայց իրականում ձեզ ցանկանան շահագործել կամ խաբել։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ, 1 ժամ 9 րոպե խոսեցի այն մասին, թե ինչ է մեզ սպասվում հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Իհարկե հասկանում եք, որ հոկտեմբերը բավականին բարդ, հակասական եւ ռազմատենչ ամիս է լինելու, այնպես որ պետք է շատ այնպես զգուշորեն վերաբերվել, նաեւ խավարումներից հետո դա հաջորդող ամիսն է, ընդհանրապես խավարումների ազդեցությունը ոչ միայն այդ պահին է, երբ որ տեղի ունենում խավարումը, այդ տարածվում է նաեւ 1 ամիս առաջ եւ 1 ամիս նաեւ հետո, այնպես որ հոկտեմբերի վրա նույնպես տարածվում է այդ խավարումների միջանցքի ստվերը։ Այնպես որ ձեզ ցանկանում եմ ֆանտաստիկ հոկտեմբեր, այնուամենայնիվ չնայած բոլոր մորակային բարդ փոխհարաբերությունների, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում կանխատեսումները անձամբ ձեզ համար եւ առհասարակ ինչ եք մտածում հոկտեմբերին տեղի ունենալիք առաջիկա զարգացումներին։ Ստեսություն, կհանդիպենք, ստեսություն։